Սիրելի բարեկամներ, մենք Յաղդան բնակավայրում ենք, սա Լոռու մարզում է։ Այս բնակավայրում ստեղծվել է տնտեսական ճգնաժամ բառի ամենաիրական իմաստով։ Այստեղ մարդիկ հնարավորություն չունեն սովորական գնումներ կատարելու խանութներից, ինչպես որ մենք սովորաբար կատարում ենք մեր գնումները։ Բանն այն է, որ այստեղ կա ընդամենը երկու շատ փոքրիկ խանութ, որոնք բառի ամենաիրական իմաստով ոչինչ չունեն, այսինքն երկու խանութում էլ առավելագույնը 12 անուն ապրանք, 12-13 անուն ապրանք կարող ենք տեսնել, որը բնական է, որ բավարար չէ մարդկանց լիարժեք գոյության համար։ Ահա դուք տեսնում եք խանութը, առաջին եւ գլխավոր խանութը, որը կենտրոնական փողոցի վրա է։ Մենք մի քանի րոպե փորձեցինք, որ գան եւ բացեն խանութը, ոչ ոք չմոտեցավ եւ մարդիկ չկարողացան այսպես կանչել խանութի տիրոջը եւ պատուհանից փոքրիկ նկարահանումներ իրականացրեցինք։ Դուք տեսնում եք խանութի ներսը, այստեղ իսկապես 13-14 անուն ապրանք է։ Եվ սա տնտեսական լուրջ խնդիր է հատկապես այն մարդկանց համար, ովքեր ամենօրյա միջոցներ չունեն, որպեսզի գնան օրինակ Ստեփանավան, Վանաձոր, Տաշիր գնումներ կատարելու։ Մենք իհարկե բնակիչների հետ զրուցեցինք, նրանք բոլորը միաբերան պնդում են, որ այո, շատ դժվար է, երբ չկա հնարավորություն խանութից օգտվելու, առատ տեսականուց օգտվելու, բայց այստեղ մենք պետք է փնտրենք հիմնական եւ գլխավոր մեղքի բաժինը, որը սովորաբար մերն է եւ մեր բրենդամոլությանն է։ Տեսեք, երբ մենք մեր խանութներից, մեր հասանելի բնակավայրերի թաղամասերի փոքրիկ խանութներից պարբերաբար գնումներ չենք կատարում եւ ձգտում ենք մեծ խանութների, պատկերը ահա այսպիսին է դառնում, փոքր բիզնեսները ստիպված են լինում փակվել եւ Աստված մի արասցե, բայց այս փոքր խանութին եւս սպառնում է փակվելը, եթե ի վերջո միահամուռ կերպով բոլորը գնումներ չկատարեն այստեղից։ Մենք զրույցներ ունեցանք բնակիչների հետ հենց Յաղդան բնակավայրի եւ շատ տարօրինակ էր, շատ ցավալի էր այն, ինչ ասում էին նրանք։ Ահա դուք տեսնում եք օրինակ ավտոստոպով մարդիկ գնում են Ստեփանավան գնումներ կատարելու։ Այնինչ կարող են իրենց գնումները կատարել հենց իրենց բնակավայրից եւ այդ խանութները արդեն կսկսեն ապրանք ստանալ։ Ես առաջարկում եմ այստեղ լսել մի քաղաքացու, որից հետո կշարունակենք։ Ձեզ պետք է լինում, որտեղից եք առևտուր անում։ Դե ճիշտ ասած, որ նույնիսկ գյուղում ենք անում, նախ քաղաք ենք գնում, որովհետեւ խոսքի մեր ուզած բանը չկա այստեղ։ Հասկացա։ Բայց գիտեք դա ինչի հետևանք, այսինքն որ քաղաքից գնում առնում եք, ստիպված այստեղ չեն ստանում։ Եվ հետևաբար մնում եք առանց խանութի, որ հրատապ ինչ որ բանա պետք լինում։ Դե հրատապ բանն էլ լենա կամ քաղաք գնացող ալում փողը տալուց ենք բերում են։ Տրանսպորտ էլ չկա։ Տրանսպորտ ընդհանրապես չկա։ Հասկացա։ Մերսի շատ։ Ով ավտո ունի գնում է, ով էլ չունի տաքսիական չում, էդ էլ հնարավորություն չկա։ Կանգնում ենք ստի, տենանք մի հատ խամ ավտո անցկենա, որ նստենք գնանք։ Հասկացա։ Այդքան։ Չկա ինչ առնենք։ Բա հիմա եթե ինչ որ բան ա պետք, ուր եք գնում։ Ստեփանավան, Վանաձոր։ Ահա այսպես, նիսյա գնումները կատարում են իրենց գյուղի խանութից եւ գումարով, այսինքն քեշ գումարով, կանխիկ գումարով գնումների համար գնում են Վանաձոր, Ստեփանավան, ինչպես իրենք են նշում։ Եվ պատկերը ահա այսպիսին է, ճգնաժամ, այսինքն եթե մարդը պայմանական չունի 2-3 հազար դրամ տաքսու գումար, ֆիզիկապես չի կարող գնալ եւ գնումներ կատարել իր համայնքի բնակավայրից եւ այստեղ է որ կարեւորվում է մեդիատորի փոքր եւ միջին բիզնեսի աջակցման ծրագիրը, որով մենք խրախուսում ենք առևտուր կատարել, առևտուր իրականացնել բացառապես ձեզ հասանելի, ձեզ մոտ, ձեր բնակավայրին մոտ կամ ձեր բնակավայրում գործող բիզնեսներից։ Ինչու, որովհետև մենք տեսնում ենք մի սարսափելի պատկեր, որի հետ բախվել է այս բնակավայրը, իհարկե սա ցավալի է, սա խոսում է մեր գյուղերի դատարկվելու մասին եւ սա խոսում է մեր հիմնական դժբախտության մասին։ Կատարեք գնումներ բացառապես ձեզ մոտ փոքրիկ բիզնեսներից։ Այդպես դուք կօգնեք բիզնեսներին։ Շնորհակալություն։